պատրաստել, մեզ հարկավոր է լինելու 1 ձվի դեղնուց, միայն դեղնուց է, սպիտակուցը չենք դնում, դնում ենք աղալու գործիքի մեջը, մեզ հարկավոր է լինելու բանան, կես բանանն է պետք, իմիջիայլոց շատերը հարց կտան երևի, թե ինչի համար է ֆոլգայով փաթաթված, եթե ուզում եք բանանները երկար մնան և շուտ չփչանան, շուտ չսևանան, ֆոլգայով փաթաթում ենք, հետո ցելոֆանի թուղթը, որ կա այդ ուտելիքի ռափերը, դրանով էլ վրայից ենք փաթաթում ու թողնում ենք տան պայմաններում, բավական երկար է մնում, չի փչանում։ Anyway, բանանից անցանք, այսօրվա թեման դրա մասին չի։ Հիմա մեզ հարկավոր է լինելու կես բանան, շատ չենք մանրացնում, որտև աղալու ենք հիմա, լցնում ենք մեր գործիքի մեջը և անպայման մեջի հատվածի, կեղևի հատվածի այս մասն էլ ենք կերում հանում, որտև ստեղ բավական միներալներ կան, որը շատ օգուտ են։ Պիտի փորձենք սա հանել և օգտագործել։ Բանանը, եթե գիտեք, ոլորտել բավական օգուտ է տալի մաշկը սպիտակացնելուն և բավական հարուստ է շատ վիտամիններով և փափկացնում էլ է մաշկը։ Հիմա սա աղանք շատ արագ։ Հարազատներս, եթե նկատում եք, արդեն ես աղացը վերջացրել եմ։ Վերջի բանը, որ պետք է ավելացնեմ, 10 կաթիլի չափով, ինձ պետք է վիտամին E ավելացնել մեջը։ Եվ վերջ։ Այս մասկան կարող եք օգտագործել շաբաթը 3 անգամ։ Կսում ենք մասկան։ Մի լավ ներսում ենք ձեռքով։ Այնուհետև թողնում ենք 20 րոպե, չորանալու է, հետո գոլ ջրով լվանում ենք և կարող եք օգտագործել շաբաթը 3 անգամ։ Բավական լավ, շատ լավ մասկա է, անպայման օգտագործեք, և սպիտակացնում է, և սնուցում է ձեր մաշկը, և ձգում է։ Հիմա ինքը փոխանցեմ տառայի մեջը, անպայման ստուգեք, որ չոր լինի, ստերիլ վիճակով լինի և դնում ենք սառնարանը, անպայման օգտագործելուց հետո հետ դնում ենք սառնարանը, դուրսը չենք թողնում։